Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, որ վայրադարձությունները նախամարում։ Ձերբակալվել են Բրյուսովի համալսարանի ամբիոններից մեկի վարիչը և դասախոսական կազմից մի շարք անձինք։ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են այս տեղեկությունը և նշել պատճառը։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները բացահայտել են բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող հերթական հանցավոր խմբավորման գործունեությունը։ Հանցագործների որջը գտնվել է Կարբի գյուղի առանձնատներից մեկում։ X հարթակում տարածվում են տեսանյութեր, որոնցում պնդում է արվում, թե իբրև Եվրոպական միության աջակցությամբ կնքված ոչ հրապարակային համաձայնագրի շրջանակում Փաշինյանը համաձայնել է Հայաստանում թուրքական ռազմաբազայի տեղակայմանը։ Վարչապետի աշխատակազմը հերքել է այս տեղեկությունը։ Պարզվել է, որ տեսանյութերը պատրաստված են արհեստական բանականության միջոցով։ Հակակոռուպցիոն կոմիտեն առավոտյան ուղարկել է ընդդիմադիր Հայաստան դաշինքի սպիտակի գրասենյակը, կան բերման ենթարկվածներ։ Կոմիտեն ներկայացրել է մանրամասներ։ Կիբերանվտանգություն, մարզային ճանապարհաշինություն, գյուղատնտեսական աջակցության ծրագրեր և մշակութային խոշոր միջոցառումների կազմակերպում։ Կառավարության հերթական նիստում գործադիրը քննարկել է մի շարք կարևոր նախագծեր։ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական բարույթի շրջանակներում ձերբակալվել է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռոմանո-գերմանական և ռուս բանասիրության ամբիոնի վարիչ Գայանե Եղիազարյանը և մի քանի դասախոսներ։ Հակակոռուպցիոն կոմիտեից անուններ չեն հայտնում, սակայն հաստատում են ձերբակալությունների մասին տեղեկությունը, նշելով, որ նրանք ձերբակալվել են հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական բարույթի շրջանակում կաշառք տալու, ստանալու մեղադրանքով։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն էլ բացահայտել են բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող հերթական հանցավոր խմբավորման գործունեությունը։ Ըստ օպերատիվ տվյալների մի խումբ անձինք Կարբի գյուղի առանձնատներից մեկում տեղադրել են մասնագիտացված համակարգչային տեխնիկա և հատուկ մշակված ծրագրերի միջոցով իրականացրել խոշորամասշտաբ համակարգչային հափշտակություններ։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները բացահայտել են բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող հերթական հանցավոր գործունեությունը։ Ըստ օպերատիվ տվյալների մի խումբ անձինք Հարագածոտնի մարզի Կարբի գյուղի առանձնատներից մեկում տեղադրել են մասնագիտացված համակարգչային տեխնիկա և հատուկ մշակված ծրագրերի միջոցով իրականացրել խոշորամասշտաբ համակարգչային հափշտակություններ։ Քրեական ոստիկանների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներն ամբողջացվել են և հաղորդումը ներկայացվել է քննչական կոմիտե։ Ապրիլի 29-ին դատարանի որոշմամբ քրեական ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները նշված առանձնատանը իրականացրել են խուզարկություն, հայտնաբերվել և առգրավվել են հանցանքի գործիք տեխնիկական միջոցները, այդ թվում համակարգչային տեխնիկան, բջջային հեռախոսներն ու ենթադրյալ հանցավոր գործունեության մեջ օգտագործվող այլ սարքավորումներ։ Խմբի գործունեության ուղղություններից մեկը եղել է զանգերի անօրինական տերմինացիան։ Այն հեռահաղորդակցության ոլորտում տարածված հանցագործություն է, որը կոչվում է նաև GSM Fraud կամ SIM Boxing։ Օգտագործվել են բարձր տեխնոլոգիական լուծումներ, օտարերկրյա մի շարք ընկերություններից ձեռք են բերվել համապատասխան ծառայություններ և Voice over IP հարթակներ, որոնց միջոցով միջազգային հեռախոսային հոսքը համացանցային կապուղիներով ներբեռնվել է տեղական հեռահաղորդակցության ցանցեր, ձևակերպելով որպես տեղական զանգերի։ Իրականացվել են տարբեր որակի տրաֆիկների միախառնում և արհեստական րոպեների գեներացում ստվերային եկամուտների ապահովման համար։ Խմբավորման հանցավոր սխեման ներառել է նաև հեռահաղորդակցության համակարգերում վնասաբեր ծրագրակազմերի կիրառումը, օգտագործելով արհեստական բանականություն և ծրագրավորման տարբեր լեզուներով հատուկ հրահանգներ, հանցագործները թիրախավորել են անհատական օգտահաշիվները, ինչը հնարավորություն է տվել մուտք գործել քաղաքացիների անձնական հաշիվներին և իրականացնել ֆինանսական միջոցների հափշտակություն։ Թվային հետքերը վերացնելու և բացահայտման ռիսկը նվազեցնելու նպատակով կիրառվել են քողարկման հատուկ մեթոդներ, իսկ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները փոխակերպվել են կրիպտոառույթի։ Ներկայումս իրականացվում են լայնածավալ փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է։ Մեր նախորդ թողարկումներում հայտնել էինք, որ հակակոռուպցիոն կոմիտեն առավոտյան խուզարկել է ընդդիմադիր Հայաստան դաշինքի սպիտակի գրասենյակը, կան բերման ենթարկվածներ, կառույցը հաստատել է տեղեկությունը և գործից մանրամասներ ներկայացրել։
Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Հայաստան կուսակցությունների դաշինքի աջակից եւ նույն դաշինքի Սպիտակ բնակավայրում գործող գրասենյակի ղեկավարը Հայաստանի Հանրապետության նախագահի ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակելու մասին հրամանագրի 2026 թվականի փետրվարի 7-ին ուժի մեջ մտնելուց հետո բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում ընտրող հանդիսացող Լոռու մարզի բնակչին անհատույց տրամադրել է դրամական միջոց։ Բացի այդ, այլ անձանց հետ խոչընդոտել է նույն մարզի բնակչի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, որը դրսևորվել է վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով։ Ակու բանը մոդտա, չէ, բակալի թոփելի սակրկած անգելա։ Դու լանց բանես գյուղ շտին կթող։ Մի բանկ է, Ընտրեկն է կանախվի։ Հետո, Այդ ինչ կա այստեղի նա։ հետո ինչ է։ Սով նորմալ է։ Կամ կասի։ Եվ շատ կթողաս։ Էլու մեթան տենա։ Բաչաղան ով ունենք։ Բաչաղան արամակա տենակում է շուտ տալի, էլի բաչոին, գեղապետին, համարը կա են դրեք։ Դե գևորքին կասում կտա այդ համար։ Դա եթե չէ, բանը կրգեք նորայր նաստրը։ Ասում կա։ Դե գուզեք նաստրապան անի։ Եղուն կտամեն ավացում, 15 դեպի։ Լավ հիգեք ծերս կտի, դա, Չար։ Ինչ կարախտեր։ Ազիս ես ընտրությունների մարի աստ։ Հենա դե բան ենք էլ ախտերով կուրսի։ Ինչ, ումպ բան, ես ում մարը գիտե։ Դե լասա, չգիտեմ ասինք։ Քոչարյանի։ Հա? Քոչարյանի մարը։ Վերեմ չես։ Մենք կախտեր ենք 3 դեղվեցի, բայց դե ասի չեմ էլ կարա զանգեմ ծեն հանեմ։ Ինչ է։ Որ գրեխ իրարը շատ գոնեմ։ Այդ մոմենտի որ կշտի չասեր չէ յանի։ Միամիտ ասեց Արտուրան, վախնասի առեց մի բանը։ Չէ, հա, այն Այդ բանը դոս չկա, ցավը տանեմ, դե ցավոր։ Գիտես որ քո համար կայնած կապել այդ բանների որ։ Սա Մաց հոջանելու ես նրա հետ չեմ անկողդի ներվային ընգնեմ արանա, ինչ ասեմ ես չի հասկանեմ։ Ես մենակ իրան ասի, վլաստը որ փոխվի ես քո հետ այդ վաղտ կխոսամ։ Դա տենամ հմիում տա հիսնեսանը։ Ես լիարա որ թաուր մարդ են։ Չէ, բրախեցի մաշան, ներվային են գազի։ Ինչ է, ռոբի հետ էր մանկալի։ Սոմանկա բա ինչ կանեն։ Դեպան բուդուշի քաղաքապետն ու քաղաքապետի տեղակալն է։ Այդ արդեն դիրաշտա, պատրոնին էր պանեմանը, կմտամեր։ Հա, պանա։ Ոնց որ գիտես ոնց, բինեն տինա փախչեմ, չեն ճոգը մեզ լակոտին։ Ասի, հանկարծ պատրոն, մացոյի ասացը, դու գիտես որ մացունա։ Չէ խարեբ ջան, մացոյի ասացը, մացուն որ ասեց, всё ենա։ Դու գիտես մացոյի ասած իսմարտ բանա, միշտ ամեն օր հիշեցնում եմ թուրի։ Ասում եմ, որ բաներ ալը մացունա կայնեմ, ոչ թե ուրիշնա կայնեմ քո կշտին։ Ախպեր ջան, հա, միշտ հիշեցնում եմ։ Ռուբոն էլ ասում ով մացոյին, կասի հա, ու չի նրա մերուկնիկը։ Արուբոն շատ ապիսը։ Լավ անը։ Դեպքի արդիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ եւ վարութային այլ գործողություններ։ Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ ընտրական գործընթացների օրինականության ապահովումը շարունակում է մնալ որպես առաջնահերթություն եւ ընտրական բնույթի բոլոր իրավախախտումները գտնվում են կոմիտեի ամենօրյա ուշադրության կենտրոնում, հիշեցնելով, որ ընտրակաշարք տալու եւ ստանալու համար նախատեսված է 7-ից մինչեւ 8 տարվա ազատազրկում։ Հորդորում ենք զերծ մնալ ընտրական գործընթացի նկատմամբ ցանկացած ապօրինի ներգործությունից, ապահովելով քաղաքացիների ազատ կամ արտահայտման իրավունքը։ Քաղաքական ուժերի նախընտրական քարոզարշավը շարունակվում է, Լուսավոր Հայաստան կուսակցության ներկայացուցիչները գավառում էին, որտեղ հանդիպել են բնակիչների հետ եւ ներկայացրել իրենց ծրագրի հիմնական կետերը, դրանք են իշխանափոխություն, բազմաուժ խորհրդարան, դատական համակարգի խնդիրների լուծում եւ մեկ ուժի բացարձակ իշխանության բացառում։
Քվեաթերթիկի 19-րդ համարով ընտրություններին մասնակցող Լուսավոր Հայաստան կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակում հանդիպումներ է ունեցել Գավառի բնակիչների հետ։ Կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ ընտրությունների արդյունքում չպետք է ձևավորվի իշխանություն, որը կունենա բացարձակ մեծամասնություն եւ կկայացնի միաձայն որոշումներ։ Մարուքյանի խոսքով Լուսավոր Հայաստան կուսակցությունը դեմ է որևէ ուժի բացարձակ իշխանությանը եւ առաջարկում է ձևավորել բազմուժ խորհրդարան ու կոմպրոմիսային վարչապետով կառավարություն։ Բազմաուժ պարլամենտ է ձևավորվում եւ բազմաուժ պարլամենտի գործադիր իշխանություն կոմպրոմիսային վարչապետով։ Մարուքյանն անդրադարձել է նաև դատական համակարգի եւ իրական արդարադատության բացակայության հետևանքներին։ Նա նշել է, որ քաղաքացիները հաճախ բախվում են անհամաչափ սահմանափակումների, փոքր պարտավորությունների պատճառով կարող են արգելանքներ դրվել հաշիվների կամ գույքի վրա, իսկ մեքենաները հայտնվել հետախուզման մեջ։ Եվ ես դիմում եմ մեր բոլոր քաղաքացիներին։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ հունիսի 7-ին դուք ունեք հնարավորություն այս սարսափը կասեցնելու եւ փոխելու այս ամեն ինչը։ Երբ որ ձեր բանկային հաշիվները ապօրինի կերպով արգելանքների տակ չեն հայտնվի։ Լուսավոր Հայաստանում իրենց առաջարկը ներկայացնում են որպես իշխանափոխության բանաձև։ Կուսակցությունը հայտարարում է, որ նպատակ ունի կանխելու ինչպես գործող իշխանության վերարտադրությունն, այնպես էլ նախկին քաղաքական բարքերի վերադարձը։ Քաղաքական ուժի կարգախոսային ուղերձն է՝ պաշտպանիր ինքնությունդ։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Հանրապետություն կուսակցությունը եւս նախընտրական քարոզարշավը շարունակել է մարզերում բնակիչների հետ հանդիպումների ընթացքում կուսակցության նախագահ եւ վարչապետի տեխնացու Արամ Սարգսյանը ներկայացրել է քաղաքական ուժի առաջնահերթությունները շեշտադրելով անվտանգության, ուժեղ բանակի եւ համայնքային խնդիրների լուծման կարեւորությունը։ Հանրապետություն կուսակցությունը շարունակում է իր նախընտրական քարոզարշավը։ Մարզերում բնակիչների հետ հանդիպմանը կուսակցության նախագահ վարչապետի տեխնացու Արամ Սարգսյանը նշել է, որ Հանրապետություն կուսակցությունը քաղաքական ուժ է, որն անցել է Հայաստանի երրորդ հանրապետության ձևավորման ամբողջ ճանապարհը եւ այսօր ընտրողին ներկայանում է հստակ ծրագրերով, առաջարկելով հաղթանակ առանց պատերազմի, գիտելիքի, աշխատանքի, հայ մարդու նվիրվածության վրա հենվելով։ Արամ Սարգսյանը նշում է, Հայաստանի անվտանգությունը տեսնում է բանակի հզորացմամբ։ Ըստ նրա, հայ զինվորից խիզախ նվիրված հայրենասեր զինվոր չկա։ Ես Հայաստանի զարգացումը տեսնում եմ Հայաստանի տնտեսության զարգացմամբ։ Հայաստանի անվտանգությունը տեսնում եմ Հայաստանի բանակի զորացմամբ։ Հայաստանի բանակի զորացումը տեսնում եմ Հայաստանի բանակին լավ սպառազինություն գնելով, որտեղ հայ զինվորից խիզախ նվիրված հայրենասեր զինվոր չկա։ Հայ զինվորին պակասում է ժամանակակից 6-րդ սերնդի ուժեղ սպառազինությունը։ Կուսակցության ներկայացուցիչները վստահեցրել են, որ ընտրվելու դեպքում առաջնահերթ ուշադրություն կդարձնեն համայնքային խնդիրների արագ լուծմանն ու քաղաքացիների հետ մշտական կապի պահպանմանը։ Հանրապետություն կուսակցությունը ընտրություններին մասնակցում է «Քեզ համար Հայաստան, քեզ համար» կարգախոսով։ Կուսակցության քվեաթերթիկի համարը 11-ն է։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եւս շարունակում է նախընտրական քարոզարշավը, քաղաքական ուժի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպումներ է ունեցել Տավուշի մարզի Աչաջուր եւ Գորշ համայնքներում, նաեւ Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում։ Նա հանդիպումների ընթացքում առանձնացրել է գյուղացու խնդիրների լուծումը, աջակցությունը սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում այցելել է Տավուշի մարզի Աչաջուր եւ Գոշ համայնքներ, որտեղ հանդիպել է բնակիչների հետ։ Ծառուկյանը գյուղացիներին ներկայացրել է Բարգավաճ Հայաստան կուսակցության մոտեցումները, ընդգծելով, որ գյուղացին երկրի հենասյունն է, սահմանը պահողը, բերք ու բարիք ստեղծողը եւ ժողովրդին կերակրողը։ Նրա խոսքով սահմանամերձ համայնքներում ապրող մարդիկ պետք է ունենան լրացուցիչ արտոնություններ եւ զգան պետության աջակցությունը։ Գյուղատնտեսության համար պետք է 0% վարկ տան։ Ժողովուրդ ջան, հիմնական ինչքան հեկտար հող ունես, գարանը պետք է քեզ այդ գումարը տրամադրեն, ոչ թե անմիջապես ուզեն, այլ հիմնական կարողանաս վարես, ցանկես, մշակես, գահաշտանել, հանձնես, այդ փողը տանես առանց տոկոս հանձնես։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդը կարևորել է գյուղատնտեսության ոլորտում առանձին պետական կառույցի անհրաժեշտությունը, նշելով, որ պետք է լինի գյուղատնտեսության նախարարություն, որը կզբաղվի գյուղացիների խնդիրներով։ Նա շեշտել է, որ հողը պետք է դառնա եկամտի աղբյուր, ոչ թե բեռ։ Ես Ծառուկյան, ինչ հարցով պետք է լի, ես կոպ եմ։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հունիսի 7-ի ընտրություններին մասնակցում է քվեաթերթիկի 7-րդ համարով երաշխավորված խաղաղություն Բարգավաճ Հայաստան բարեկեցիկ կյանք կարգախոսով։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։
Սուրեն Պետրոսյանի գլխավորած ժողովրդավարական համախմբում կուսակցությունը շարունակել է հանդիպումները աշտարակում, Չարենցավանում եւ Ոսկեպարում ներկայացնելով «Կերտենք հայկական պետություն» կարգախոսը եւ նախկին ու ներկա իշխանությունների օրակարգերից ազատվելու քաղաքական ուղերձը։ Ժողովրդավարական համախմբում կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպումներ է ունեցել աշտարակում եւ Չարենցավանում։ Կուսակցությունում քաղաքացիների ընդունելությունը գնահատել են ջերմ, կրկնելով իրենց հիմնական կարգախոսը՝ «Կերտենք հայկական պետություն»։ Քաղաքական ուժի համար առանցքային կանգառներից է եղել նաեւ Ոսկեպարը, որտեղից էլ մեկնարկել էր կուսակցության քարոզարշավը։ Սուրեն Պետրոսյանի խոսքով Ոսկեպարն իրենց համար պարզապես սահմանամերձ բնակավայր չէ, այլ հարազատ տուն, որտեղ քաղաքական պայքարը ստացել է համայնքի աջակցություն ու օրհնությունը։ Ոսկեպարցիները մեր համար կարելի ասել ոնց որ ընտանիք լինեն, որովհետև մի ամսից ավել իրենք մեզ տուն են տվել, տեղ են տվել, պահել են, մենք միասին ապրել ենք ու հետևաբար այլ տեղից անգամ տեսականորեն սկսել չէին կարող, հետևաբար նորից կարելի ասել սկսում ենք մեր տնից։ Կուսակցությունը հայտարարում է, որ իր նպատակն է ազատվել նախկին եւ ներկա իշխանությունների թակարդներից, պարտադրվող կործանարար օրակարգերից եւ վատի ու վատագույնի միջև ընտրությունից։ Քաղաքական ուժի ուղերձում շեշտվում է, քվեարկելով 14 համարի օգտին, քաղաքացին ընտրում է պայքարողի, արարողի եւ հաղթողի հոգեբանություն։ Ամեն ինչ մարդկանցից է կապված։ Աստված որ լավ է։ Անպայման։ Մեր ժողովրդի համար, մեր երկրի համար։ Անպայման։ Ու այդ լինելու է մեր մասնակցությամբ։ Ժողովրդավարական համախմբումն ընտրություններին մասնակցում է 14-րդ համարով, ինքնիշխան, արժանապատիվ եւ հայկական պետություն կառուցելու օրակարգով։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Նախընտրական քարոզարշավի այս օրերին ամենակննարկվող ուժերից մեկը բոլորին դեմ եմ կուսակցությունն է։ Ոչ ստանդարտ հայտարարություններով եւ գործող քաղաքական համակարգի վերաբերյալ կոշտ քննադատությամբ հանդես եկող ուժը պնդում է, իրենց նպատակը ոչ թե իշխանության հասնելն է, այլ քաղաքական մշակույթի դեմ բողոքի ձայն բարձրացնելը, իսկ ընտրվելու դեպքում ընդամենը 100 օր անց պատրաստում են ինքնաբացարկ ներկայացնել։ Բոլորին դեմ եմ կուսակցությունը, որն այս օրերին ակտիվ քարոզարշավ է անցկացնում մայրաքաղաքում եւ մարզերում, քաղաքացիներին ներկայացնում է իրենց ոչ ավանդական քաղաքական մոտեցումը։ Այս ուժի հիմնական ուղերձն այն է, որ իրենք դեմ են գործող քաղաքական համակարգին եւ գործող կուսակցական մշակույթին։ Նրա խոսքով նպատակը ոչ թե առանձին ուժերի դեմ պայքարն է, այլ ամբողջ քաղաքական մշակույթի դեմ բողոքի արտահայտումը։ Բոլորին դեմ եմ կուսակցության անդամների պնդմամբ իրենց մասնակցությունը ընտրություններին հանրային դժգոհության քաղաքական ձևակերպումն է։ Բոլորին դեմ եմ թերևս քաղաքական առաջարկ անողն է, որովհետև մենք գալիս ենք շատ կոնկրետ քաղաքական առաջարկ ենք բերում, ու շատ լուրջ առաջարկ ենք բերում, որը կարող ֆունդամենտալ փոփոխություն անի։ Մենք ասում ենք փոքր կուսակցությունները պիտի հնարավորություն ունենան պարլամենտում հայտնվելու, եւ այդ 4%-ը, որը դուք դրել եք, ինքը անհաղթահարելի է շատերի համար, նորմալ ուժերի համար անհաղթահարելի է։ Կայուն մեծամասնությունը, որը դրել եք, դա ձեր համար գործիք է, որտեղ օրվա իշխանությունը ամենաշատ հնարավորություն ունեցողը ինքը ուղղակի ոչ մեկի չի ուզում խոսա, ոչ մեկի չի բանակցում, ոչ մեկի նպատակ չի, որտեղ ինքը գիտի կայուն մեծամասնությունը կա, ինչ է լինի ինքը հաստատ ունի այդ կայուն մեծամասնությունը։ Եվ վերջապես բոլորին դեմ եմ քվեաթերթիկը, որը մենք առաջարկում ենք, դա ոչ միայն տենց գան մարդիկ քվեարկեն, ասեն բոլորին դեմ են գնան տուն, չէ, բոլորին դեմ եմ ի չափով պարլամենտում դատարկ տեղեր պիտի մնան, որպեսզի կուսակցությունները չզզվացնեն ու չհոգնածեն մարդկանց, որպեսզի մարդիկ չնստեն տանը որպես բոյկոտ, որ բոյկոտը պիտի արտահայտված լինի ինչ որ ձևով, դա պիտի պրոդուկտ ստեղծի ու դա լինելու է դատարկ տեղերը պարլամենտում։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Մայիսի 9-ից X հարթակում տարածում են տեսանյութեր, որոնցում պնդում է արվում, թե իբրև Եվրոպական միության աջակցությամբ կնքված ոչ հրապարակային համաձայնագրի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Հայաստանում թուրքական ռազմաբազայի տեղակայմանը։ Տեսանյութում սակայն չի ներկայացվում որևէ փաստական հիմք, որը կհաստատի տեղեկության իրականության համապատասխանությունը։ Հայաստանի վարչապետի աշխատակազմը այս առնչությամբ ֆակտորի հարցմանի պատասխան հերքել է այս տեղեկությունը, նշելով, որ շրջանառվող տեսանյութը հերթական կեղծիքն է։ Ի դեպ լրատվամիջոցը պարզել է, որ այն պատրաստված է արհեստական բանականության միջոցով, անգլերեն խոսքը եւս։ Խոսքին զուգահեռ ներկայացվող լուսանկարների մի մասն էլ վերցված է մայիսի 4-ից 5-ին Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ եւ Հայաստան ԵՄ գագաթնաժողովներից։ Միաժամանակ զինտեխնիկայի եւ զինվորականների կադրերը, որոնք ներկայացում են որպես նոր բազայի հետ կապված տեսարաններ, իրականում վերցված են 2021 թվականի նոյեմբերի 30-ին Ադրբեջանում անցկացված մարտական բաժանքներից։ Կառավարության հերթական նիստում էլ գործադիրը քննարկել է մի շարք կարևոր նախագծեր, որոնք վերաբերում են կիբեր անվտանգությանը, մարզային ճանապարհաշինությանը, գյուղատնտեսական աջակցության ծրագրերին եւ մշակութային խոշոր միջոցառումների կազմակերպմանը։ Ներկայացված նախաձեռնությունները միտված են ինչպես ենթակառուցվածքների զարգացման ու պետական աջակցության ընդլայնմանը, այնպես էլ Հայաստանի միջազգային ներկայության ամրապնդմանը։
Կառավարության նիստում ներկայացվել է կիբերանվտանգության մասին օրենքից բխող նախագիծը, որով նախատեսվում է սահմանել միջազգային ստանդարտների ցանկը։ Վերջին տարիներին թվային համակարգերի օգտագործման աճին զուգահեռ ավելացել են նաև կիբերսպառնալիքները, եւ նոր կարգավորումներն ուղղված են կենսական նշանակության ենթակառուցվածքների պաշտպանության բարձրացմանը։ Նախագծով հստակ պահանջներ կսահմանվեն ինչպես կիբերանվտանգության ծառայություններ մատուցողի, այնպես էլ աուդիտ իրականացնող կազմակերպությունների համար։ Տվյալ որոշումով մենք օրենքից բխող կենսական նշանակության ոլորտներում շահագործող կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների վերաբերյալ ստանդարտներ ենք միջազգային սահմանում։ Դա հիմնականում ISO ստանդարտի 27001 ստանդարտն է եւ նաեւ այլ ստանդարտներ կան, որոնք որ պահանջում ենք որ լինի։ Այդ տրամաբանությամբ նաև քանի որ կրիտիկական ենթակառուցվածքների ծառայություններ մատուցողներ կարող են լինել ու կան այդպիսիները, նաև սահմանում ենք կիբերանվտանգության ապահովման ծառայություն մատուցողների նկատմամբ պահանջները կոնկրետ թե որ ստանդարտներին պետք է համապատասխանեն։ Այսօրվա իրականության մեջ կիբերանվտանգության մեխանիզմներ չունենալը ոչ թե մեղմ ասած արժեզրկումը նախ եւ առաջ հենց բիզնեսը եւ խոցելի եւ վտանգավոր է դարձնում, այսինքն եթե նույնիսկ սա ենթադրում է որոշակի ծախսեր թե պետության թե մասնավորի համար, բայց դրանք ծախսեր չեն, դրանք ներդրումներ են, որոնք ավելացնում են նույն այդ բիզնեսների արժեքը էականորեն։ Անցած տարի անցում ենք կատարել հենց այդ նոր ստանդարտին 3 տարվա հորիզոնով եւ ամեն տարի մեր համակարգերը աուդիտ են անցնում։ Սա նաեւ լավ հնարավորություն է ունենալ որոշակի ուղեցույց եւ դրանով նաեւ զարգացնել այդ համապատասխան համակարգերը ներսում։ Մեզ օրինակ դա բավական օգնել է, որ մենք մեր կիբերանվտանգության համակարգերը զարգացնենք անցած տարի եւ սրանով նաեւ պատրաստ ենք այս փորձառությամբ կիսվել մյուս պետական մարմինների հետ։ Գործադիրը քննարկել է նաեւ կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգման հարցը։ Ծրագրով նախատեսվում է Արագածոտնում, Արմավիրում, Լոռիում, Սյունիքում, Վայոց ձորում եւ Տավուշում իրականացնել ճանապարհաշինական եւ նախագծային աշխատանքներ։ Այդ նպատակով առաջարկվում է 2026 թվականի բյուջեից հատկացնել ավելի քան 186 միլիոն դրամ։ Երկու փուլով աշխատանքներ ենք իրականացնում, ունենք նախանշած աշխատանքներ, որոնք միջև հունիս պետք է ավարտենք, բայց այս նախագծով մենք նախատեսում ենք աշխատանքները ավարտել միջև սեպտեմբեր։ Դպրոց տանող ճանապարհների մենք այո, ընդհանուր բարեկարգման աշխատանքները դեպի դպրոց տանող ճանապարհների նախնական երկու փուլով ենք իրականացնում, կան աշխատանքներ, որ արդեն սկսել ենք շինարարական փուլը, հատկապես այն դպրոցների, որոնք հունիսին ենք նախանշի ավարտել, իսկ այս նախանշած ճանապարհահատվածների մասով եւ դպրոց տանող ճանապարհների մասով մենք սեպտեմբերին պետք է արդեն ավարտած լինենք։ Գյուղատնտեսության ոլորտում էլ առաջարկվում է փոփոխություն կատարել տոհմային ոչխարների եւ այծերի ներմուծման աջակցության ծրագրում։ Եթե մինչև այժմ պետական փոխհատուցմամբ հնարավոր էր ձեռք բերել առավելագույնը 300 գլուխ կենդանի, ապա նոր նախագծով այդ շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև 1000-ի։ Սա հնարավորություն կտա ձևավորելու լիարժեք հոտեր, զարգացնել տեղական վերարտադրությունն ու ավելացնել տոհմային կենդանիների տեսակարար կշիռը։ Երբ տնտեսվարողը դիմում է էկոնոմիկայի նախարարություն, ներկայացնում է դիմում, թե որ երկրից է ցանկանում ներմուծել, ապա այդ երկրի պետական մարմինը տրամադրում է նաև հավաստում, որ այդ կենդանիները եւ տոհմային քարտերը իրական են եւ համապատասխանում են նշված եւ գրանցամատյանին։ Եվ այդ բոլոր տեղեկատվությունը ներկայացնում է էկոնոմիկայի նախարարություն, դրանով իսկ հաստատում եւ արձանագրում, որ կենդանիները տոհմային են։ Տոհմային կենդանիները ենթակա են փոխհատուցման 50%-ը։ Նիստում անդրադարձ եղավ նաև պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ մրցույթին, որն այս տարի կանցկացվի Հայաստանում։ Մրցույթը նախատեսված է հունիսի 6-ին Արամ Խաչատրյանի ծննդյան օրը։ Հայաստան կժամանեն 11 երկրների պատվիրակություններ, իսկ միջոցառումը կհեռարձակվի եվրոպական հեռուստաալիքներով։ Կազմակերպման համար պետբյուջեից կհատկացվի 665 միլիոն դրամ։ Սա կարևոր հնարավորություն է Հայաստանը միջազգային մշակութային հարթակում ներկայացնելու համար։ Մեր երկրի մասնակիցը լինելու է այս տարի 15-ամյա ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը, որը արդեն իսկ ունի մեծ ճանաչում եւ տարբեր բեմերում եւ տարբեր հեղինակավոր նվագախմբերի հետ հանդես է եկել եւ մենք հնարավորություն կունենանք վայելելու դասական երաժշտության մի մրցույթ, որտեղ որակական շեմը բավականին բարձր է։
Այս նպատակով հատկացվում է շուրջ 665 միլիոն դրամ, որը ուղղված է լինելու միջոցառման կազմակերպչական, տեխնիկական, բովանդակային եւ այլ անհրաժեշտ ծախսերի իրականացմանը։ Գործադիրի որոշմամբ ազգային անվտանգության ծառայությանն էլ պետբյուջեից հավելյալ գումար կհատկացվի 2026 թվականի սահմանված 3.7%-ի փոխարեն 7.7%-ի վերաբաշխում կկատարվի։ 2026-ի պետբյուջեով Հայաստանի ազգային անվտանգության ծառայությանը հատկացվել էր 61.6 միլիարդ դրամ։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Շարունակում ենք թողարկումը Հայաստանի տարածքով թռիչքների աերոնավիգացիոն սպասարկման օրական հասույթն ավելացել է ավելի քան 1100 եվրոյով, հայտնում են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից։ Հայ աերոնավիգացիայի տվյալների համաձայն Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով մարտի 1-ից ապրիլի 20 ընկած ժամանակահատվածում Հայաստանի օդային տարածքով տարանցիկ թռիչքները 2026 թվականի հունվար-փետրվարի համեմատ աճել են օրական միջինը 43 թռիչքով։ Արտասահման մեկնելիս Ռուսաստանի քաղաքացիները պետք է տեղյակ լինեն երրորդ երկրներից Միացյալ Նահանգների կողմից կալանավորման եւ արտահանձնման ռիսկի մասին, ասել է ՌԴԱԳՆ մարդու իրավունքների բազմակողմ գործակցության վարչության տնօրենը։ Գերատեսչության հրապարակած տեղեկության համաձայն Միացյալ Նահանգների խնդրանքով Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկ ունեցող երկրների թվում են Եվրոպայի եւ Լատինական Ամերիկայի մեծ մասը, Ավստրալիան, Կանադան, Իսրայելը, Մալդիվները, Հարավային Կորեան, Սինգապուրը, Թայլանդը, Ֆիջին, Շրի Լանկան, Լիբերիան և Մարոկոն։ Իդեպ այս երկրների ցանկում ներառված է նաև Հայաստանը։ Պեկինում Չինաստանի նախագահ Սի Ցինփինի եւ Դոնալդ Թրամփի բանակցությունները տևել են ավելի քան 2 ժամ։ Չինաստանի ղեկավարը հանդիպմանը հայտարարել է, որ առևտրային պատերազմներում հաղթողներ չեն լինում։ Չինաստանի նախագահը նշել է նաև, որ Թայվանի նեղուցում Թայպեյի անկախության դեպքում խաղաղությունը անհնար կլինի։ Միջազգային միջնորդությունները տեսաշարով։ Ռուսական ուժերը մայիսի 14-ի գիշերը հրթիռներով եւ անօդաչու սարքերով հարվածել են Կիևին։ Տեղական իշխանությունների տվյալներով մայրաքաղաքում զոհվել է 1 մարդ, եւս 16-ը վիրավորվել են։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով վնասվել են բնակելի շենքեր եւ այլ կառույցներ, իսկ Դարնիցկի շրջանում մասամբ փլուզվել է բազմահարկ շենք։ Փրկարարները փլատակներից դուրս են բերել 10 մարդում։ Հարվածների տակ է հայտնվել նաեւ Կիևի մարզը, որտեղ ըստ արտակարգ իրավիճակների ծառայության վիրավորվել է առնվազն 7 մարդ, այդ թվում 1 երեխա։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը մեկ օրում երկրի ուղղությամբ արձակել է շուրջ 800 անօդաչու սարք։ Ռուսական հարձակման հետևանքով Ռիվնեի մարզում զոհվել է 2, վիրավորվել 4 մարդ։ Միաժամանակ Ուկրաինայի զինված ուժերը հայտնել են, որ հարվածներ են հասցվել Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում գտնվող նավթային տերմինալին եւ Աստրախանի գազի վերամշակման գործարանին։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ իսրայելական նոր հարվածների հետևանքով երկրի հարավում զոհվել է եւս 12 մարդ, որոնց թվում 2 երեխա։ Իսրայելը հայտարարում է, որ թիրախավորում է Հեզբոլահի զինյալներին եւ կոչ է անում բնակիչներին լքել հարավային մի շարք բնակավայրեր։ Հիշեցնենք, որ հրադադարը սկզբում սահմանվել էր 10 օրով, ապա երկարաձգվել 3 շաբաթով եւ դրա ժամկետը լրանում է այս շաբաթվա վերջում։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերություններում էական առաջընթաց չկա, չնայած շարունակվող երկխոսությանը։ Լավրովը նշել է, որ թեև կողմերը քննարկել են մի շարք համատեղ նախագծեր, գործնական արդյունքները մինչև այժմ սահմանափակ են։ Դոնալդ Թրամփը տարեսկզբին պաշտոնը կրկին ստանձնելուց հետո բանակցություններ էր սկսել Ռուսաստանի հետ Ուկրաինայում պատերազմի դադարեցման եւ երկկողմ հարաբերությունների շուրջ։ Սակայն ըստ հրապարակումների այդ գործընթացը բարդացել է մերձավոր Արևելքում Իրանի շուրջ սրված իրավիճակից հետո։ Սի Ցինփինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը մեկնարկել է Պեկինի ժողովրդավարական ժողովների տանը։ Հանդիպման սկզբում Թրամփը շնորհակալություն է հայտնել Չինաստանի ղեկավարին հրավերի համար։ Սա այնպիսի պատիվ էր, որին քչերն են երբևէ արժանացել, հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը։ Արաբական Միացյալ Էմիրությունները պաշտոնապես հերքել է տեղեկությունները, թե Բենյամին Նեթանյահուն Իրանի հետ պատերազմի ընթացքում գաղտնի այց է կատարել երկիր։ Ավելի վաղ Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարել էր, որ Նեթանյահուն հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի հետ, սակայն Էմիրությունների արտգործնախարարությունն այդ պնդումներն անվանել է անհիմն։ Ամեն ընդգծել է, որ Իսրայելի հետ հարաբերությունները հրապարակային բնույթ ունեն եւ հիմնված են Աբրահամյան համաձայնագրի վրա, այլ ոչ թե գաղտնի պայմանավորվածությունների։ Էմիրությունների իշխանությունները նաև լրատվամիջոցներին կոչ են արել չտարածել չհաստատված տեղեկություններ։ Այսքանը ցտեսություն։